Բարև ձեզ։ Այսօր Հայաստան դաշինքը Լոռու մարզում է, ավելի կոնկրետ իմ հայրենի ծննդավայր Վանաձորում։ Քարոզարշավին մնացել է 7 օր, իսկ մեր տրամադրությունը օր-օրի ավելի վճռական է դառնում։ Իսկ Վանաձորը պատրաստվում է ընդունել Հայաստան դաշինքի թեկնածուներին։ Ինչպիսին են զգացողությունները, երբ քարոզարշավը ձեր հայրենի Վանաձորում է։ Իսկապես շատ տարբեր են զգացողությունները տարբեր քաղաքներում քարոզարշավի, բայց Վանաձորը հասկանում եք այն վայրն է, որտեղ ես ամենաշատ պատասխանատվությունն եմ զգում, որտեղ ամենաշատ խնդիրներն եմ տեսնում ու ամենաշատ հույսն եմ տեսնում մեր ուժի հետ կապված։ Ինչու ընտրել Հայաստան դաշինք։ Որ ունենանք Հայաստան։ Ինչ սպասումներ ունի Վանաձորը Հայաստան դաշինքից։ Վանաձորը Հայաստան դաշինքից սպասում է տուրիզմի մեջ զարգացում, Հայաստանի ամբողջականություն։ Ասեն Ինչպես է տրամադրությունը Վանաձորում։ Շատ լավ ու շատ մարտական։ Դե սովորության համաձայն սուրճը անպակաս է քարոզարշավին։ Մի րոպե էլի։ Քանի որ Նադյան բոլորին հարցնում է, թե ո՞նց է տրամադրությունը, ու այսօր մենք իրանց քաղաքում ենք, պարտավոր ենք իրան հարցնել։ Նադյա, ո՞նց է տրամադրությունը Վանաձորում։ Վանաձորում տրամադրությունը վատ չի լինում։ Լավ Ազիզ։ Ինչու ընտրել Հայաստան դաշինք։ Որովհետև ամենափորձառու թիմն է, որը դա ապացուցել է գործով։ Մեկ փաստ բոլոր վանաձորցիների մասին։ Բոլոր վանաձորցիների համար Վանաձորը կիրովական է։ Ինչպիսին են զգացողությունները, երբ քարոզարշավը ձեր հայրենի Վանաձորում է։ Պատասխանատվություն, բայց այս պահին արդեն որոշակի լիցքաթափում, կարելի է շատ լավ եղանակ էր, եղանակը Վանաձորյան էր իհարկե։ Ինչով է կարևորվում երիտասարդների մասնակցությունը քաղաքական process-ին։ Կարևորվում է նրանով, որ բոլորս կերտում ենք մեր ապագան ու պահպանում ենք մեր հայությունը, հայ մնալը։ Դե ինչ, այսպիսին էր հանդիպումը Վանաձորում, իսկ հաջորդ հանդիպումը քո բնակավայրում։